Այս հարձակումները մեզ միայն ավելի ուժեղ են դարձնում։ Ահա այն, ինչ մնացել է ռեանիմացիայից, այն, ինչ տեսնում եք, թշնամի Իսրայելի բարբարոսության մասին է վկայում։ Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հարվածները չեղարկվեցին Իսրայելի վարչապետի և Թրամփի զրույցից հետո։ Լիբանանում Իսրայելի օդուժի թիրախը Տյուրոսի հոսպիտալն է դարձել, շենքը հիմնովին ավերվել է, ըստ հաստատված տվյալների զոհվել է առնվազն 4 մարդ, ըստ հոսպիտալի աշխատակիցների 6 մարդ։ Գրոհը խստորեն դատապարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Լիբանանում 2026 թվականի մարտի 2-ի վերջին սրացումից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է առողջապահության ոլորտի վրա 191 հարձակում, որոնց հետևանքով առողջապահության ոլորտի աշխատողների և հիվանդների շրջանում մահացել է 128 մարդ, վիրավորվել է 371 մարդ։ Տյուրոսում Ջամալ Ամելի հոսպիտալի բժիշկները պնդում են, որի հեճուկս թշնամու նենգ արարքների կշարունակեն աշխատանքը։ Հոսպիտալի տնօրեն դոկտոր Վաել Հազմա։ Այս հարձակումները մեզ միայն ավելի ուժեղ են դարձնում, մենք երաշխավորում ենք, որ Բուշ հիմնարկը բաց կմնա և կկատարի իր մարդասիրական առաքելությունը, մենք կշարունակենք օգնել հիվանդներին անկախ այն գնից, որը վճարում ենք դրա համար։ Շենքը ցնցվել է հրթիռի հարվածից, ապակիները, դռները ջարդուփշուր են եղել, պատերը քանդվել են, սակայն ըստ բժիշկների, նրանք առաջին հերթին ոչ թե իրենց կյանքի մասին են մտածել, այլ շտապել են փրկելու անկողնային հիվանդներին, փլատակներից դուրս հանելու անօգնական մարդկանց։ Վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Խադիջա Յուսեֆ։ Մենք հերթապահության մեջ էինք, մի պահ գնացի հանգստի սենյակ, մեկ էլ շատ ուժեղ պայթյուն լսվեց, գոռացի, աշխատողիս ասացի, որ արագ գնանք հիվանդների մոտ, մենք ավելի շատ անհանգստանում էինք նրանց համար, շատ ուժեղ հարված էր։ Բժիշկները չեն հասկանում, թե ինչու է Իսրայելը թիրախավորում Բուժ հիմնարկը, վերակենդանացման բաժանմունքի բժիշկ դոկտոր Հասան Մտայիրեկ։ Ահա այն, ինչ մնացել է ռեանիմացիայից, այն, ինչ տեսնում եք, թշնամի Իսրայելի բարբարոսության մասին է վկայում։ Մեր շենքում ոչ հրթիռներ կան, ոչ զենք, ոչ էլ զինյալներ, միայն բուժառուներ ու վիրավորներ։ Associated Press-ի թղթակից Մալակ Հաբրի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարվածի նախօրեին ասել է, թե Իսրայելը եւ Հեզբոլլահը համաձայնել են դադարեցնել զինված առճակատումը։ Երկուշաբթի օրը Բենյամին Նեթանյահուն սպառնաց հարվածել Դահիեին։ Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի հարվածները չեղարկվեցին Իսրայելի վարչապետի և Թրամփի զրույցից հետո։ Իսրայելցիները Բեյրութին չեն հարվածել, սակայն թիրախավորել են Տյուրոսի հոսպիտալը։ Թրամփը հաստատել է, որ Նեթանյահուի հետ զրույցում նրան անվանել է գիժ, իդեպ այդ որակումին նախորդել է նաև ոչ հրապարակելի կոպիտ հայհոյանք։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ շարունակում է աշխատել Նեթանյահուի հետ, քանի որ իրենցից մեկը պատերազմի շրջանի նախագահ է, մյուսն էլ պատերազմի շրջանի վարչապետ։